Հունիսի 7-ին Հայաստանում կայացած ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Գործող իշխանությունը ձայների 20%-ի հաշվարկից հետո իրեն հաղթող է հայտարարել։ Ուժեղ Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել են վերահաշվարկել արդյունքները, մատնանշելով բազմաթիվ ընտրախախտումները եւ ճնշումները։ Ուժեղ Հայաստանն ու Միասնության թևերը նաեւ դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրության արդյունքներն առհասարակ չեղարկելու պահանջով։ Իսկ արդյունքներն ամփոփելուց հետո Հայաստան եւ Ուժեղ Հայաստան դաշինքները մտադիր են դիմել սահմանադրական դատարան։ Ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը 2021 թվականի համեմատ զգալի շատ է, այս անգամ 58.94% է։ Նախորդ ընտրությունների համեմատ 6 անգամ աճել է նաև անվավեր քվեաթերթիկների թիվը, ինչը քաղաքական ուժերը տարբեր կերպ են մեկնաբանել, կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը։ 3 թե 4 քաղաքական ուժ կանցնի խորհրդարան ցույց կտան վերջնական արդյունքները, որոնք կհրապարակվեն հունիսի 14-ին։ Մինչ այդ քաղաքական ուժերը հետևում են վերահաշվարկին։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում պարզելու, թե քաղաքացիները մասնակցել են ընտրություններին եւ արդյոք գոհ են արդյունքներից։ Ընտրություններին մասնակցել եմ, բայց արդարության համար կասկածում եմ։ Ընտրության արդյունքներից գոհ եք։ Չէ, գոհ չեմ։ Ինչից ելնելով։ Այս ժողովուրդը պարակ, այս մարդը պարակտում է ազգը, այս մարդը լսի ատելության խորհրդանիշ է դարել, այս մարդը նստած է թույն ու թարախի հետ վրա, պետք է գնա, որ խաղաղվի այս ժողովուրդը։ Արդար են, ինչքան որ հնարավոր է Հայաստանի Հանրապետության համար։ Դժգոհ եմ, շատ դժգոհ եմ։ Ինչով կբացատրեք։ Համատարած ընտրակեղծիքները, այս ընտրությունների արդյունքները կարծում եմ օրինական համարել, լեգիտիմ համարել անհնար է։ Հենց մենակ ընտրակեղծիքներից, որ Բարգավաճը ուներ այսքան ձայն ու հանգարց անհետացավ։ Մեծ հաշվով հաս ղված խախտումներ ոնց որ թե եղել են։ Իմ տեսանկյունից ես որ նայում եմ արդար չէին։ Շատ խախտումներ են տեղի ունեցել, որոնք արձանագրվել են։ Մնացածը արդեն թող որոշեն պատկան կառույցները, պատկան մարմինները։ Որոշ չափով արդար է եղել։ Որոշ չափով։ Չգիտեմ, չեմ մասնակցել ես։ Չէ, արդարություն չկա։ Չկա, արդար չէ։ Այո, արդար են եւ մասնակցել եմ, այո։ Չէ, չեմ մասնակցել։ Մասնակցել եք, բայց արդար չէ։ Դե կերևա տաշվորսին, չէ։ Գոհ չեք այսինքն արդյունքներից։ Ինչը բա ով է գոհ։ Ոչ, արդար չէր, արդեն երևում էր։ Հենց սկզբումից էլ հասկացվեց, որ դա արդար չէ։ Մարդիկ մեր երկրի մահապատիժը ստորագրեցին։ Գոհ եք։ Մասնակցել եմ, բայց դե ես գործ չունեմ։ Եվ արդար էին, եւ մասնակցել եմ։ Բոլորովին արդարություն չի եղել, չէ։ Կարծում եմ այո։ Կարող է արդար էին, բայց բավարարված չեմ արդյունքներով։ Հա, արդար էին։ Արդար չէին։ Գոհ չեք արդյունքներից այսինքն։ Արդյունքները էական չեն, ընտրությունները արդար չեն նաև մինչև ընտրությունները, երբ որ ամբողջ մեդիա դաշտը համենայն դեպս եթեր դուրս եկող հեռուստաընկերությունները գտնվում են տոտալ վերահսկողության տակ, արդեն իսկ պարզ է, որ քվեարկության բազմաթիվ ուրեմն տեղամասերի արդյունքներ կեղծվել են։ Բոլոր տեսակի վարչական ռեսուրսների ակտիվ կիրառմամբ սկսած քարոզարշավից վերջացած ընտրության օրը տեղ ունեցած վարչական լծակների օգտագործմամբ։ Ես չեմ կարող ասել, եթե արդար էին թե ոչ, բայց մասնակցել եմ։ Ինչ իմանամ արդար են այդեն հաստատված գիտի, ես ով է արդար։ Ոչ մի բան չեմ կարող ասել, ոչինչ։ Ընտրությունները կեղծված են։ Միանշանակ այդ արդյունքների մասին խոսալը կարծում եմ անիմաստ է, ինչ որ իմաստով ժամանակի իզուր կորուստ է։ Ընտրությունը պիտի արդար լինի, ասում են ժողովրդական, ղեկավարությունը, այսինչ, բայց լրիվ հակառակը։ Դուք ինձանից լավ գիտեք, 2005 տեղամասերից ընտրական 10% ստուգելուց հետո երկրի ղեկավարը, այսպես կոչված մեր վարչապետը, իբր թե հայտարարում է, որ շնորհավոր եք, ես ընտրվել եմ։ Այդպես բան լինում է տենց։ Որ կեղծ է եղել, անօրեն է։ Ես այսօրվա իշխանությանը չեմ ընդունում, չեմ էլ ընդունել 8 տարի։ Թող արդարությունը վերականգնի։